Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 15։ Իսկ նրանք աղաղակում էին ու ասում. «Խաչը հանիր դրան»։ Ղուկաս 23:21 խոսք։ Այն, որ մարդու կրոնական զգացմունքները շատ ուժեղ են, դեռ չի նշանակում, որ դրանք իսկապես հոգևոր ու փրկարար են։ Սուրբ գրքից հստակ երևում է, որ կան շատ բարձր և ուժեղ կրոնական զգացմունքներ, որոնք սակայն իրականում չեն բերում փրկության։ Նա ասում է, որ նրանք մի ժամանակ շատ մեծ սիրով և նվիրվածությամբ էին լցված, բայց հետո նա վախենում էր, որ այդ ամենը զուր է եղել և կորել է։ Այսինքն, ուժեղ զգացմունք ունենալը դեռ չի նշանակում, որ դրանք ճշմարիտ և կայուն հավատքից են գալիս։ Արդ որտեղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք և ինձ կտայիք։ Գաղատացիս 4:15 խոսք։ 11-րդ խոսքում նա ասում է, որ նա վախենում էր, թե գուցե իր բոլոր աշխատանքը նրանց համար զուր է եղել։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ կարող են շատ ուժեղ կերպով ազդվել Աստծո շնորհից և նրա գործերից, բայց հետո արագ մոռանալ դա։ Օրինակ, իսրայելացիները շատ խորապես ազդվեցին, երբ տեսան Աստծո հրաշքը Կարմիր ծովում։ Նրանք այնտեղ գովերգեցին Աստծուն, բայց շուտով մոռացան նրա գործերը։ Նույնը տեղի ունեցավ նաև Սինա լեռան մոտ, երբ նրանք տեսան Աստծո հրաշալի հայտնությունը։ Նրանք մեծ ոգևորությամբ խոստացան հնազանդ լինել, ասելով, որ կանեն այն ամենը, ինչ Տերը կպահանջի իրենցից։ Բայց այդ զգացմունքներն ու խոստումները միշտ չէ, որ մնայուն էին և իրական հնազանդության էին վերածվում։ Այդ մեծ ոգևորություններն ու ուժեղ զգացմունքները շատ շուտ անցան։ Մարդիկ արագ փոխվեցին և շեղվեցին դեպի ուրիշ աստվածներ, ուրախանալով և պարելով իրենց ոսկե հորթի շուրջը։ Նույնը տեսանելի է նաև ուրիշ դեպքերում։ Շատ մարդիկ, ովքեր խորապես ազդվել էին Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքից, Ղազարոսին մեռելներից հարություն տալուց հետո, մեծ ոգևորությամբ դիմավորեցին նրան, երբ նա մտավ Երուսաղեմ։ Բայց շատ չանցած նույն մարդիկ պատրաստ էին խաչել նրան։